Նոյանտապանում հյուրընկալել եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր փետրվարի 4-ն է, օր, որը ՄԱԿ-ը հռչակել է մարդկային եղբայրության օր, եւ ինչպես արդեն գիտեք, Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները արժանանալու են համանուն Զայեդ մրցանակին, խաղաղություն, համագործակցություն հաստատելու, նաեւ համաձայնագիրը նախաստորագրելու համար։ Այս ամենի ֆոնին կան մարդիկ, որոնք շարունակում են պնդել, որ Ադրբեջանի եւ հատկապես Ալիևյան ռեժիմի հետ հաստատված խաղաղությունը չի կարող լինել կայուն, երկարաժամկետ, արժանապատիվ, հետեւաբար այս ամենին էական նշանակություն չի տրվում։ Ինձ հետաքրքիր է, ինչու մրցանակը հանձնողներ, այսինքն միջազգային դերակատարները չունեն նույնպիսի մտավախություններ, մտահոգություններ, որովհետեւ համաձայնագիրը օբյեկտիվորեն ստորագրված չէ, այն նախաստորագրված է ընդամենը։ Ես չեմ կարծում, որ Արաբական Էմիրատների շեյխերը հավակնություն ունեն Հայաստանում իշխանության վրա դրա համար։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ այդ շահարկումները անում են դա բացառապես մեկ նպատակով, որ խաղաղությունը կայուն չի, որ հորետեսորեն են վերաբերվում, համենայն դեպս ցույց են տալի հորետեսական վերաբերմունք, դա բացատրվում է մեկ հանգամանքով։ Այդ մարդիկ ուզում են իշխանափոխություն Հայաստանում, իսկ նրանք լավ հասկանում են, որ հիմնական խաղադրույքը գործող իշխանության դա խաղաղությունն է։ Նրանք ինչ են խոստանում ընտրողներին։ Խոստանում են խաղաղություն, խոստանում են անվտանգություն, խոստանում են երկրի տնտեսական զարգացում։ Եվ դա այս տվյալ դեպքում մեկը մյուսի հետ ունի շատ լուրջ փոխկապակցվածություն։ Դրա համար եմ ասում, Արաբական Էմիրատների շեյխերը, որոնք այդ Զայեդ մրցանակաբաշխությունը անցկացնում են, նրանք հավակնություն չունեն Հայաստանում իշխանություն դառնան, նրանք այս գործընթացին վերաբերվում են հնարավորինս ռեալիստիկ դիրքերից։ Սա է պատճառը։ Հիմա եթե այդ մարդկանց մի կողմ թողնենք, դուք որպես վերլուծաբան, քաղաքագետ, ձեր դիտարկումները, վերլուծությունները ինչ են ցույց տալիս, իսկապես փակված է հակամարտության էջը եւ այս տնտեսական համագործակցությունը, որին մենք ականատես ենք լինում, կլինի շարունակական ու երկարատև։ Երբեք մի ասա երբեք։ Այն էլ այսօրվա փոփոխվող աշխարհում։ Դա ի սկզբանե։ Մենք չենք կարող հիմա մի բանը պնդենք, ասենք որ 100%-ով միանշանակ այսպես է լինելու, բայց ես կարող եմ ասել, եւ դա միանշանակ է, որ այս պահին պատերազմական օրակարգ չկա, երկուստեք։ Կա երկուստեք հանձնառություն, կա ցանկություն տանել երկրները դեպի խաղաղություն։ Այդ ցանկությունը եւ Երևանում կա, եւ Բաքվում կա։ Սա ես կարող եմ ասել այս պահին միանշանակ։ Ինչու է այդ ցանկությունը առաջացել Երևանում, բոլորին հասկանալի է եւ հայտնի է։ Ինչու է այդ ցանկությունը առաջացել Բաքվում, սա շատ կարեւոր հարց է։ Առաջացել է այն պարզ պատճառով, որ Բաքվին, այսպես ասեմ, պրիմիտիվ ձևով ասեմ, Ամերիկայից բացատրեցին, որ պատերազմ նրանք թույլ չեն տա, որ պատերազմը չի բխում իրենց շահերից տարածաշրջանում։ Իրենց շահերից չի բխում, որ Ադրբեջանը գուլ տա Հայաստանին Ռուսաստանի հետ միասին։ Իրենց շահերից չի բխում, որ Հայաստանը արժանանա Արցախի, ճակատագրին։ Այս ամենը Ալիևին բացատրել են, եւ Ալիևը լինելով շատ խելացի քաղաքական գործիչ, դա շատ լավ հասկացել է։ Հետևաբար հասկացել է, որ եթե նա հնարավորություն չունի նոյեմբերի 9-ի գործարքը ռուսների հետ ավարտել, այնպես ինչպես նա է դա պատկերացնում, նա պետք է գնա նոր գործարքի, այս անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ նա գնացել է այդ գործարքի։ Այս բոլոր իրադարձությունները, որոնց մենք հետևում ենք առնվազն օգոստոսի 8-ից, այս գործարքի ածանցյալներ են եւ այս իրականության ածանցյալներ են։ Սա ինձ հիմք է տալիս լինել ոչ թե հողետես, այլ բավականին լավատես, եւ ես կարծում եմ, որ եթե չլինի լուրջ ֆորս մաժոր տարածաշրջանում, այ որը կարող է լինել ֆորս մաժորը, Իրանի դեմ հնարավոր հարձակումը, օրինակ Իրանի դեմ հարձակումը եւ երկարամյա պատերազմը տարածաշրջանային մակարդակով, Սիրիա 2-ը շատ ավելի մեծ, ես երևի ձեզ մոտել եմ այդ մասին խոսել մինչեւ 20 թվականը։ Ահաբեկիչներ, չէ՞, երբ որ այդ կաթսայի մեջ սկսում են ամբողջը խառնվել եւ եռալ, հասկանալի է, չէ՞, որ տարբեր դերակատարներ իրենց շահերն են սկսում սպասարկել այդ տարածաշրջանում։ Սա շատ դեստրուկտիվ սցենար է մեզ համար։ Ես չեմ կարծում, որ նրա իրականացման
հնարավորություն այս պահին բարձր է, ես ցածր եմ գնահատում, բայց այդ հավանականությունը կա, դրա համար եմ ես ասում, երբեք մի ասա, երբեք։ Եթե մենք այն ինչ որ հիմա գնում է խաղաղության գործընթացը իր նախանշված հունով շարունակվի, մենք ունենալու ենք մոտակա տարիներին լիարժեք խաղաղություն։ Ես այսպես եմ դա տեսնում, եթե այդ ֆորս մաժորները չլինեն։ Հիմնական ֆորս մաժորը այսօր դա Իրանն է։ Քանի որ անդրադարձանք մի փոքր վերլուծեք, հիմա հավանականությունը փոքր է, այո, ԱՄՆ-ի, որ կարող է հարվածել եւ այդ դեպքում այդ նավատորմի տեղաշարժը ինչ է նշանակում, վախեցնում է եւ այդ սպառնալիքները որքանով կարող են վախեցնող լինել Իրանի համար եւ ստիպել, որ գնան համագործակցության։ Եկեք հստակեցնենք, ես չեմ ասում, որ հավանականությունը հարվածի փոքր է, ես ասում եմ, որ լայնամասշտաբ տարածաշրջանային երկարատև պատերազմի հավանականությունն է ցածր։ Մեզ համար սա է վտանգը։ Իրանին կարճատև ամերիկյան հարվածները մեզ համար վտանգ չեն ներկայացնում մեր շահերի տեսանկյունից։ Այսինքն 12 օրյա պատերազմի կրկնությունը մեզ համար վտանգավոր չէ։ Մեզ համար վտանգավոր է, եթե լինի ցամաքային օպերացիա, եթե Թուրքիայից տերորիստական խմբեր ներխուժեն Իրան, եթե Ադրբեջանը այդ ամենում սկսի մասնակցել, եթե տարածաշրջանը դառնա, ես նորից եմ ասում, մի եռացող կաթսա։ Մենք ունենք սահման։ Շատ լավ, հիմա իմ հարցը այն մասին էր ԱՄՆ-ը նպատակ ունի լոկալ հարվածներ հասցնել։ ԱՄՆ-ը նպատակ ունի ստիպել առաջնային նպատակը ԱՄՆ-ի, ստիպել Իրանին գնալ գործարքի։ Որն է այդ գործարքը։ Ուրբաթ պետք է բանակցություններ լինեն։ Բանակցությունները հիմնական 3 կեյս կա։ Մեկը դա իրանական միջուկային ծրագիրն է, երկրորդը դա հրթիռաշինությունն է եւ երրորդը պրոքսիները տարածաշրջանում իրանական։ Այսինքն ԱՄՆ-ն 3 բան է պահանջում, հրաժարվել է այդ 3-ից։ Հիմա որքանով ես հասկանում եմ, ԱՄՆ-ն Իրանը փորձում է գնալ գործարքի միայն միջուկայինի մասով։ Ինչու Լարիջանին գնաց Մոսկվա։ Լարիջանին գնաց Մոսկվա, որպեսզի պայմանավորվի այնտեղ, որ իրանական հարստացված ուրանի պաշարները, Իրանը ունի հարստացված ուրան 60%-անոց ուրան ունի հարստացված, որպեսզի այդ պաշարը հանձնվի Ռուսաստանին, որպես մի երկրի, որին Իրանը վստահում է։ Այսինքն միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ Իրանը կարծես թե գնում է գործարքի, փորձում է գնալ գործարքի։ Հիմա ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից, եթե ԱՄՆ-ն գնաց այդ գործարքի եւ բավարարվեց դրանով, իսկ դուք ասում եք, չէ, նավատորմը ինչի է մոտեցել Իրանին։ Մոտեցել է, որպեսզի արժեքը բարձրացնի այդ գործարքի Իրանի համար եւ ստիպի Իրանին գնալ շատ ավելի մեծ զիջումների։ Հիմա եթե ԱՄՆ-ն համաձայնվեց դրան, գործարքը կլինի։ Եթե ԱՄՆ-ն շարունակեց պահանջել Իրանից հրաժարվել օրինակ հրթիռաշինությունից, իսկ Իրանը ունի հրթիռներ, որոնք մինչև 2000 կիլոմետր շարավաղով ունեն այդպիսի օգտակար գործողության գործակից, եթե կարելի է այդպես ասել։ Եթե ոչ, ուրեմն բանակցությունները կտապալվեն։ Այսինքն հնարավորություն հիմա կա այս լարվածությունը չեզոքացնել գոնե ժամանակավոր։ Կլինի դա թե ոչ, կախված է հերթական անգամ դիրքերից, կողմերի դիրքերից առաջին հերթին Վաշինգտոնի։ Հիմա հաջորդ կարևոր նորությունը, որը ամենահետաքրքրականն է եւ քննարկվողը, ԱՄՆ փոխնախագահի սպասվող այցն է Հայաստան եւ Ադրբեջան։ Այս ֆոնին մենք ունենք Ռուսաստանի արտգործնախարարության մակարդակով հիշեցում սպառնալիքներ, ասում են, ելի հիշեցնում են, որ ամերիկյան մտադրությունների հետևում թաքնված են սառահաշվարկներ, ըստ որոնց պետք է Հայաստանին օգտագործեն իրենց երկրին վնասելու համար։ Նաեւ Լավրովը ասում է, որ իրենց դաշնակիցներին Իրան, Սիրիա, Վենեսուելա չեն հանձնելու Հայաստան, չեն հանձնելու ԱՄՆ-ի քմահաճույքին։ Այս սպառնալիքները որքանով են ծանրակշիռ կամ այսպես ասած մեր իշխանությունների համար վախեցնող։ Ես մի քանի փաստ բերեմ, դուք ինքներդ մտածեք ծանրակշիռ է թե ոչ։ Վենեսուելային արդեն հանձնել են։ Եթե հանձնած չլինեն, Մադուրոն ամերիկյան բանտում նստած չէր լինի։ Իրանին հանձնել են այնքանով, որքանով իրենք չեն կարող Իրանին այսօր պաշտպանել։ Իրենք հիմա սպառնում են ամերիկացիներին նեղուցում ռազմական վարժանքներով Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ, բայց ես չեմ կարծում, որ դա ամերիկյան ավիակիրների նավատորմերի համար լուրջ վտանգ է։ Այսինքն այստեղ Ռուսաստանը բան չունի անելու։ Սիրիայի մասով բոլորովին վերջերս իրենք հերթական իրենց ռազմաբազան Ղամիշլիից հանեցին։ Այսինքն իրենք այդ ամենը Դե բա իհարկե, ես փաստերն եմ ասում։ Իրենք բոլոր տեղից դուրս են գալիս։ Հիմա Հայաստանում նույն Լավրովը իր ճարի ժամանակ ասաց, չէ, որ 102-րդ բազան Հայաստանի անվտանգությունն է։ Հայաստանի անվտանգությունը 102-րդ բազան երբեք չի ապահովել իր ստեղծման օրվանից։
Այն չի ապահովել Հայաստանի անվտանգությունը այն ժամանակ, չի ապահովում հիմա եւ երբեք չի ապահովել։ Ինքը ընդհանրապես ապահովում է Ռուսաստան-ՆԱՏՕ սահմանի, հա, սիմվոլիկ անվտանգությունը, այսքանը, ուրիշ ոչ մի բան։ Այդ բազան ռուսներին է պետք, մեզ պետք չի։ Եվ դրա ապացույցն էլ կա։ Այդ բազան ինչ ա արել 21-22 թվականին։ Ես հատուկ չեմ ասում 44 օրի ժամանակ, չէ, ասում եմ, Արցախը չէր մտնում իրենց պատասխանատվության գոտ։ Բայց երբ որ Հայաստանի վրա հարձակվեցին, ուր էին իրենք։ Այսինքն ինքը չի ապահովում եւ չի ապահովել։ Սա ուղղակի հերթական խոսքերն են, հերթական փորձն է հայտարարություններով փորձել ցույց տալ, որ իրենք դեռ կան։ Բայց իրենք միաժամանակ նաև գումարներ են ծախսելու փափուկ ուժով հանրային տրամադրությունները փոխելու համար, հիմա այս առումով իրենց պոտենցիալը ինչպես կգնահատեք։ Իրենց պոտենցիալը կախված է մեկ հանգամանքից, թե որքանով իրենց կհաջողվի մեր ընտրողներին խաբել։ Եթե իրենք կարողանան մեր ընտրողներին խաբել, իրենց ձևով խաբել, այսպես ասեմ, դուք մնացած արդեն կհասկանաք, ուրեմն իրենք ունեն մեծ պոտենցիալ հնարավորություն ազդել Հայաստանում քաղաքականության վրա, որովհետև իրենց ձևով Հայաստանում եկած կառավարիչը, ղեկավարը, ես հատուկ եմ ասում կառավարիչը, ինքը չի լինելու անկախ ինքնիշխան Հայաստանի ղեկավար։ Ինքը իրենց ձևով սպասարկելու է իրենց շահերը։ Սա է խնդիրը։ Այսինքն այս դեպքում իրենք այդ 100 միլիոնով, 165 միլիոնով, շատ ցածր գնով, կոպեկներով, եթե դա ստացվի, եթե կարողանան խաբել մեր ընտրողին, իրենք մեր արտաքին քաղաքականությունը նորից կվերադարձնեն անցյալ։ Նորից ճահիճ են մտցնելու մեր երկիրը եւ մեզ սպառնալու է Արցախի ճակատագիրը հետեւապես։ Եթե մեր բնակչությունը, մեր մարդիկ, հայերը լինեն շատ ավելի խոհեմ, հիշեն անցյալի դասերը, ոչ հեռու անցյալի դասերը, եւ չգնան այդ քվեարկության եւ պրոռուսական ուժերին չընտրեն, Ռուսաստանը շանսեր չունի այստեղ, որ ինչ որ բանի վրա ազդելու։ Իրենց շանսերը շատ ցածր են։ Սա է միակ շանսը, դրա համար իրենք ամբողջ խաղադրույքը դնում են ընտրությունների վրա։ Բայց դա լավ է, չէ՞, դրական է, երբ որ իրենք առերեսվել են հանրային իրական տրամադրությունների հետ իրենց նկատմամբ վերաբերմունքի առումով։ Լավ է թե վատ է, ցույց կտան ընտրությունները, ցույց կտա ապագա խորհրդարանի կազմը։ Եթե այնտեղ հերթական անգամ լինի խոշոր ներկայացված պրոռուսական ընդդիմություն, դա լավ չի, որովհետև դա չարիքների փոքրագույնն է մեր համար, հիմնական չարիքը դա իշխանափոխությունն է, պրոռուսական ուժի իշխանության գալը, բայց նույնիսկ եթե խորհրդարանում լինի պրոռուսական ընդդիմություն, սա մեզ համար չարիք է։ Ինչու է չարիք, որովհետև սա նշանակում է, որ գործող իշխանությունը ունենալու է նորից այնտեղ մոնոպոլ իշխանություն, տեսեք ինչ տարբեր բաներ եմ, չէ՞ ես ասում։ Ես երկու դիրքից էլ ասում եմ, մոնոպոլ իշխանություն է ունենալու, թելադրելու է քաղաքական օրակարգ, որևէ մեկը չի կարող այդ քաղաքական օրակարգը սահմանափակել, այսինքն հասարակության մնացած շերտերը, որոնք չեն ընտրելու գործող իշխանությանը, խորհրդարանում փաստացի ներկայացված չեն լինելու, ներկայացված է լինելու պրոռուսական ուժերը, որոնք սպասարկելու են նորից պրոռուսական օրակարգը։ Խորհրդարանը չի լինելու քաղաքական երկխոսության, դեբատների, կոմպրոմիսների եւ որոշումների ընդունման վայրը, լինելու է հերթական անգամ բազար։ Ես այսպես եմ ասում, որ բոլորին բարձ լինի։ Ես չեմ ասում, որ խորհրդարանը բազար լինի։ Ես ուզում եմ, որ խորհրդարանում լինեն նորմալ քաղաքական ուժեր, ընդդիմություն, որոնք թելադրելու են իշխանությանը քաղաքական օրակարգ, ստիպելու են հաշվի նստել սեփական դիրքորոշման հետ եւ ինչ որ առումով իշխանությունը կսահմանափակեն, սա է ժողովրդավարությունը։ Հիմա խորհրդարանում իշխանությունը որևէ մեկը չի սահմանափակում, իրենց գործոնը խորհրդարանում 0 է։ Եվ դա իրենց մեղավորությունն է, որովհետև իրենք չեն գնում դրան։ Իրենք չեն, ինչ է նշանակում չգնալ իշխանության հետ կոմպրոմիսների։ Թող գնան, թող իրենց դիրքորոշումը առաջ տանեն։ Քանի հատ որոշում են իրենք կոմպրոմիսով ընդունել, օրինակ խորհրդարանում։ Շշեր են նետում, հայհոյում են իրար, գորգորում են։ Պարգևավճարներ ստանում, ինչու ոչ։ Իշխանականների հետ միասին։ Ինչու ոչ։ Եվ սա լավ չի։ Այսպես որ ձեր հարցին պատասխանելով կասեմ հերթական անգամ ընտրողից է կախված։ Ամբողջ պատասխանատվությունը դրվում է ընտրողի վրա սեփական ճակատագրի մասով։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Վերադառնալով Վենսի այցին, պարոն Ստեփանյան, օբյեկտիվորեն մեր ակնկալիքները պետք է տեղավորվեն միայն թրիփի շրջանակներում, թե այլ ակնկալիքներ էլ կարող ենք ունենալ, մասնավորապես այդ համաձայնագրի ստորագրման հավանականությունը։ Հայ-ադրբեջանական Հայ-ադրբեջանական համաձայնագիրը, որքանով ես հասկանում եմ, կա մեծ հավանականություն, եթե այդ թվում նաև այսօր ընթացող Աբու Դաբիում բանակցությունները դրական ընթացք ունենան, որ այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել միջև Հայաստանում ընտրությունները։ Հավանականություն կա։ Հիմա պարզ չի, թե բանակցությունները ինչպես կընթանան։ Ընտրություններից հետո, եթե իշխանափոխություն չեղավ, եթե ԿՊ-ն պահպանեց իր դիրքերը իշխանությունում, որքանով ես հասկանում եմ, հնարավոր կլինի ռատիֆիկացնել այդ պայմանագիրը, որ ինքը վերջնականապես մտնի ուժի մեջ, Բաքվի մասին է խոսքը գնում։ Սա ինչ կախված է հեռանկարների։ Վենսի այցը, իհարկե մենք պետք է հասկանանք, որ Ամերիկան դա գլխավոր խթանիչն է այս գործընթացի։ Առանց Ամերիկայի ոչ մի բան չէր լինի։ Առանց Ամերիկայի խաղաղության գործընթաց չէր լինի, որովհետև մենք թույլ էինք, մենք անպաշտպան էինք։ Հիմա որ դուրս են գալի այդ ձևիստները, ասում են երաշխավոր է պետք մեզ, չէ՞։ Երաշխավորը կա։ Ոչ միայն դա են ասում, նաև քննադատություն կա, որ ամեն ինչ կապում ենք Թրամփի անձի հետ, այն դեպքում, որ Թրամփը կարող է վաղը չլինել, արկածախնդիր է, շատ անկանխատեսելի է, եւ մենք ամեն ինչ կապել ենք միայն Թրամփի անձի հետ եւ ոչ թե ԱՄՆ-ի։ Ինչ խոսք, Թրամփի անձնական դերակատարումը այս գործընթացներում շատ մեծ է։ Թրամփը ընդհանրապես մեծ հաշվով, եթե մենք իրականությանը վերադառնանք, հաղորդեց նոր լիցք այն պայմանավորվածություններին, որոնք սկսեցին ձեռք բերվել դեռ Բայդենի ադմինիստրացիայի հետ։ Մեր պայմանագիրը ամերիկացիների հետ կնքվել է Բայդենի ժամանակ, չէ՞։
Բանակցությունները Թրիպի մասով սկսվել են Բայդենի ժամանակ, իրականում առաջարկներ այն ժամանակը ձևակերպվել։ Ես նորից եմ ասում, Թրամփը շատ կարևոր գործոտ այս ամենում։ Ինքը լիցք է տվել այս ամենին։ Թրամփը շատ արագ է քաղաքականություն վարում։ Ինչու՞մ է տարբերությունը հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ։ Դեմոկրատները նույնպես նույն քաղաքականությունն են վարում։ Այդ միջին միջանցքի գաղափարը, այդ նույն ամերիկյան մասնակցության, ճանապարհ դեպի կենտրոնական Ասիա, Ռուսաստանի, Չինաստանի իզոլյացիա, դա Բայդենի համակարգն չէ, ասել ադմինիստրացիան, ասել Օբրայենն, ասել ելույթը կա։ Թրամփը տվել է դրան նոր լիցք, բայց դա չի նշանակում, որ եթե Թրամփը չլինի նախագահ, ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում կփոխվեն։ Սա մասին է խոսքը։ Իհարկե, ես նորից եմ ասում, եթե օրինակ Չինաստանը չհարձակվի Թայվանի վրա, այդ ժամանակ շահերը կարող են փոխվել։ Իրավիճակը կարող է գլխից վայր գալ, հա։ Ամենտեղ էլ կան հնարավորություններ եւ կան ռիսկեր։ Բայց այս պահին, եթե մեծ պատերազմ չեղավ հեռավոր արևելքում, Ամերիկայի շահերը չի փոխվելու, հետևապես ինչ իմաստ ունի դեմոկրատներին կամ նույն Վենսին, որը կարող է փոխարինել Թրամփին, հա, նախագահի պաշտոնում հրաժարվել այդ գործընթացից։ Չկա այդպիսի բան, որ մենք ամբողջը կապում ենք Թրամփի հետ, ոչ։ Մենք կապում ենք ԱՄՆ-ի հետ, այս պահին։ Եվ շատ լավ կլինի, եթե մենք հրավիրենք տարածաշրջան նաև այլ խաղացողների, առաջին հերթին Եվրամիությանը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե Եվրամիությունը մասնակցություն ունենա այս գործընթացներում, եթե եվրոպական ներդրումներ լինեն։ Իսկ Ռուսաստանի եւ Չինաստանին ինչպես Քոչարյանն է համարում, որ կարելի է ներգրավել։ Եվ Չինաստանը չեն կարող ներգրավել, որովհետև այդ գործընթացը եւ այդ նախագիծը ուղղված է Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ։ Չինաստանը կարող է ներգրավել Թրիպում մեկ դեպքում, եթե ԱՄՆ-ն պայմանավորվի իրենց հետ եւ վաճառի այդ ճանապարհը իրենց, որպեսզի իրենց ապրանքները այդ ճանապարհով գնան Եվրամիություն։ Մեն այդ դեպքում դա մեր որոշելիքը չէ։ Մենք այդ գլոբալ խաղում չկանք։ Մեր մասշտաբները, մեր չափսերը եւ մեր հնարավորությունները դա թույլ չենք տալ, եկեք ռեալիստ լինենք։ Այդ դեպքում ինչպես հասկանալ մեր բալանսավորման քաղաքականություն վարող իշխանությունների դիրքավորումը, որ իրենք ասում են եւ մենք բոլորի հետ լավ ենք, բոլորի հետ համագործակցելու ենք եւ միաժամանակ իրենք էլ են արձանագրում, որ Ռուսաստանի ներգրավվածությունը կնշանակի թրիփի չեղարկում, թրիփի չգործարկում։ Ռուսաստանի ներգրավվածությունը թրիփ բացառվում է, բայց Ռուսաստանին կարող է ներգրավել օրինակ ինչ որ իրեն առաջարկվում է։ Հյուսիսում կամ Նախիջևանի ուղղությամբ կառուցվող երկաթուղու աշխատանքներում թող ներգրավեն, եթե ուզում են։ Ինչու՞ մախնդիր։ Այդ առումով խնդիրներ Ես չեմ տեսնում այստեղ խնդիրներ, եթե վերջը իրենց պարտավորություններով է, չէ՞, կոնցեսիոն պայմանագրով չէ, դա հիշատակվում է այնտեղ, որ իրենք պարտավոր են դա անել, եթե բացվի տարածաշրջանը։ Այնտեղ նույնիսկ կետ կա, որ նրանց ներդրումները 2 կամ 3 անգամ հարավկովկասյան երկաթուղու զարգացման մեջ պետք է մեծանան, եթե դա սահմանները բացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Դե եթե հիմա ամեն ինչ գնում է դրան, սա իրենց պարտականությունն է դա անել։ Այլ հարց է դա նրանք կանեն թե ոչ։ Այսինքն ոչ մեկ չգիտի անելու են թե ոչ։ Ես կարծում եմ որ չեն անի, դժվար թե անեն։ Այսինքն Թրիպում ես բացառում եմ իրենց մասնակցությունը Թրիպում։ Հիմա նախընտրական այդ տրամադրություններով եթե ամփոփենք, պարոն Ստեփանյան, Քոչարյանը կարծես թե դեմ չէ իր անձով ընտրություններին մասնակցելու, ավելին համարում է իրավիճակը ունիկալ եւ տեսնում է խոշոր դաշինքներ, ընդդիմադիր դաշինքներ ձևավորելու հնարավորություն, բայց Սերժ Սարգսյանը ի տարբերություն Քոչարյանի չունեն որոշում, անձնապես էլ չունի որոշում եւ համարում է բարդ խնդիր ընդդիմադիրների միավորվելը։ Այս հակասությունը նորմալ է, հասկանալի է բացատրությունը։ Քոչարյանի եւ Սարգսյանի։ Սարգսյանի եւ այս դիրքավորումը մեզ ինչ կարող է հուշել։ Որ Սերժ Սարգսյանը ավելի ռեալիստ է, քան Ռոբերտ Քոչարյանը։ Որ Սերժ Սարգսյանը ավելի հարմարվող է, ավելի ռեալ է գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հետեւաբար սեփական հնարավորությունները։ Դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ընտրություններին։ Կարող է տարբեր պրոքսիներ են, չէ՞, իրանք պրոքսիներ ունեն, չէ՞ արդեն։ Ինչու՞ բզում անունները տան, ոչ մեկին վիրավորել։ Մի քանի քաղաքական ուժ իրենք արդեն ունեն քաղաքական դաշտում։ Ու Սերժ Սարգսյանական քաղաքական ուժեր։ Միգուցե ինքը այդպես է պատկերացնում իր մասնակցությունը ընտրություններում։ Միգուցե ինքն էլ է մասնակցելու որպես մեկ թև։ Բայց այն, որ այդ երկու քաղաքական ուժերը Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան գնալու են ընտրություններին եւ գնալու են տարբեր կուսակցություններով, դա մի քանի կուսակցություններով, դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ չի բացառվում, որ նրանք վերջում
նախընտրական դաշինքներ են կազմելու կամ հետընտրական դաշինքներ են կազմելու, ինչպես Գյումրիում եղավ, եթե այդ հնարավորությունը լինի, որպեսզի վերցնեն իշխանություն կամ ընդդիմություն դառնան խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանը իրականում ոչ մի ինչ-որ տենց պրեֆերենցիաներ Սերժ Սարգսյանի նկատմամբ չունի։ Եթե 10 լիսը լսելով տպավորություն է ստեղծվում, որ ինքը Հայաստանը դարձրել է տարածաշրջանային լիդեր առնվազն։ Այն դեպքում, որ իր քաղաքականության արդյունքում եւ իր նախագահության տարիներին Հայաստանի ձեռքից բոլոր լծակները վերցվել են։ Օրինակ, դες մեկ օրինակ բերեմ։ Եթե այդ գազամուղը, որը Իրան-Հայաստան կառուցվել է, կառուցվել իր հիմնական հզորություններով, որը ի սկզբանե պլանավորվել են, մենք հիմա Վրաստան գազ կարտահանեինք։ Այսինքն Իրանից գազը կգար Հայաստան եւ կգնար Վրաստան։ Եվ Վրաստանը երբեք չէր կարող իրեն թույլ տալ Ադրբեջանից եկող նավթի կամ ցորենի վրա այն մաքսատուրքը փորձել սահմանել, որը ինքը փորձել է։ Այսինքն մենք կանեինք այնպես, որ մեզանից կախվածություն կլիներ։ Հիմա Վրաստանը մեզանից կախվածություն չունի։ Ինչ տեղի ունեցավ։ Թիվը չեմ ասելու։ Իրենք այնպեսի գումար են պահանջել Ադրբեջանից եկող այդ տրանզիտի համար, որ Ադրբեջանից էլ արեցին դա, որտեղ մենք լծակ չունենք։ Ադրբեջանից ինչ ասացին։ Ասացին, եթե դուք այդ գինը չիջեցնեք, մենք ուղիղ Հայաստանի սահմանը կբացենք ու այդպես ռադիկալ քայլ կանենք։ Միանգամից 10 անգամ իջեցրեցին գումարը։ 10 անգամ ուղիղ վերացական տրանզիտի համար։ Այսինքն, եթե մենք այդ խողովակը ունենենք, Վրաստանը մեզ այդ տոնով չէր խոսի։ Հիմա այդ գազը ինչի է այդքան թանկացել Հայաստանում։ Ես լսել եմ արդեն $2000-2500 փող են կաշառք վերցնում Վրաստանի տարածքում, որ այդ գազը գա։ Նույնը բենզինը։ Այսինքն մենք լծակներ չունենք իրենց վրա ազդելու։ Եվ ինչի չունենք, որովհետև մենք ամբողջը տվել ենք Ռուսաստանին եւ Ռոբերտ Քոչարյանի տարիներին մեր քաղաքականությունը, մեր դիվանագիտությունը, քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական չէր հետապնդում Հայաստանի Հանրապետության շահերը։ Ինքը թողել է ժառանգություն Սերժ Սարգսյանին արդեն մի երկիր, որի ինքնիշխանությունը շատ լուրջ ձևով խաթարված էր, շատ թույլ էր։ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է արել, մտցնելով մեզ մաքսային միություն։ Հիմա դուրս են գալու, ասում են մենք էս ենք արել, ենք ինչ եք արել։ Դուք չկա զղջում, չկա հետահայաց վերլուծություն։ Դուք լատինոամերիկյան երկրներում այսպեսի մի բան կա, կոմպրադոր։ Դա մի մարդ է, որը ղեկավարում է երկիրը, ռեժիմ, սպասարկելով բացառապես ուրիշ երկրի շահը։ Այսինքն ինքը չի սպասարկում սեփական ժողովրդի։ Այդ մարդիկ կոմպրադոր են եղել։ Այստեղ չկա երկրորդ կարծիք։ Դրա համար ես զարմանում եմ, երբ որ ես այդ լրագրողների վրա եմ զարմանում, գնում են այդ ասոցիացիան, ու այս հարցերը չեն բարձրաձայնում այնտեղ։ Ինչ հարցս տվեցի։ Չէ, բարձրաձայնեցին, ասեցին ձեր գործարքները, որոնք արել եք, ասում են ամբողջը հանձնել եք օտար երկրա պետության եւ հիմա զղջում եք, թե չեք զղջում։ Մարդը ասում է, որ ինչ արել է, ճիշտ է արել։ Դե դեմ ասում, չի զղջում, դե լավ։ Այո, չի զղջում։ Չի զղջում այդ ասոցիացիա միջև։ Այդ հանձնումների հետ կապված հարցը ընչել է եւ նա բացարձակ չի ափսոսում, որ այդպիսի ասում է փայլուն գործարքներ եմ ես իրականացրել ժամանակին։ Շատ ավելի վատ իր համար ավելի լավ կլիներ քաղաքական տեսանկյունից նպատակահարմարությունից, եթե գոնե հիմա ինքը կամ իր նմանները ասեն, որ մենք զղջում ենք, մենք սխալվել ենք, մենք հիմա փորձել ենք այլ կերպ վարվել, բայց իրենք հասկանում են, չէ, որ իրենք չեն կարող այլ կերպ վարվել, իրենք զղջալու իրավունք չունեն, եթե իրենք այսօր զղջան, ասեն մենք զղջում ենք, բայց Մոսկվայից ինչ կասեն, չեն ասի, ոնց, դուք զղջում եք, որ ամեն ինչ տվել եք մեզ, բայց դուք մերը չեք, երթում չեք տվել մեզ ծառայելու համար։ Այսինքն իրենք նույնիսկ զղջալու իրավունք չունեն, սա շատ կարևոր է։ Իրենք եթե լինեին գոնե հիմա ունենային ինչ-որ անկախություն, որպես քաղաքական գործիչներ, հիմա գոնե դուրս կգանք, ասեն մենք զղջում ենք, սխալվել ենք, էս ենք արել, ենք արել, լավ հիմա կփորձենք իրավիճակը ուղղել, իրավիճակը փոխվել, բայց իրենք այդ իրավունքը չունեն։ Շատ կարճ ամփոփելով, պարոն Ստեփանյան, ընտրություններին սպասվող մեր քաղաքացիների այն տոկոսը 60%-ը, եթե չեմ սխալվում, որոնք ոչ իշխանականներին են ուզում, ոչ ընդդիմադիրներին կամ նախկին իշխանություններին, այս մարդիկ դաշտում այլընտրանքային ուժեր ունեն, որոնց կարող են քվեարկել։ Ուժերը շատ են։ Այլընտրանքային ուժերի խնդիր չկա։ Այլ խնդիր կա։ Խնդիրը հենց ընտրողների վերաբերմունքի մեջ է այդ այլընտրանքային ուժերի նկատմամբ։ X կուսակցություն, ես չեմ ուզում ոչ մեկին գովազդել կամ հակագովազդել։ X կուսակցություն, արևմտամետ կամ ոչ արևմտամետ կամ հայամետ, չէ՞։ Ինքը ասում է, ես ունեմ ծրագիր, ես ուզում եմ Հայաստանը տանեմ Եվրոպա, չէ՞։
Ես ուզում եմ տնտեսական զարգացումը դրվի ավելի հստակ ռեսերի վրա։ Ես ուզում եմ Հայաստանին հապկից ԵԱՏՄ-ից հանել, չէ՞։ Մարդիկ չեն ընկալում այս կուսակցությանը մեծամասնությունը, որ լուրջ։ Նրանք չեն մտածում, որ իրեն կարող են տալ այդ քվեները 4-5%, այդ կուսակցությունը գոնե մտնի խորհրդարան ու սկսի այդ այլընտրանքային օրակարգը ձևավորել։ Նախագծեր գրի, ասենք բերի դրի իշխանության առջև, հասկանալի է, որ կուսակցությունը չի կարող իշխանություն դառնալ։ Այդ մարդիկ չեն տալու այդ ձայնը, այդ X կուսակցությունը, X կուսակցությունները ստանալու են 1, 2, 3%, ձայները փոշիացվելու են, եւ խորհրդարանում նորից հայտնվելու է քաղաքացիական պայմանագիրը եւ ձևիստները։ Բոլորի մասին է խոսքը։ Այսինքն սա նորից ընտրողի խնդիրն է։ Այդ կուսակցությունները կան, այլընտրանքը կա, որոշները դրանց մեջից նույնիսկ ծրագիր են ներկայացնում։ Բոլորը չէ։ Այսինքն ընտրելու հնարավորություն ընտրողը ունի։ Եվ ընտրություն ունի, սա շատ կարևոր է, ոչ միայն ընտրելու հնարավորություն, եւ ընտրություն ունի, եւ ընտրելու հնարավորություն։ Սա առաջին անգամ է Հայաստանում, որովհետեւ 21-ի ընտրությունները գիտենք ինչ պայմաններում են անցել, 18-ի մասին ընդհանրապես չխոսենք։ Այնտեղ մենակ Նիկոլ Փաշինյանն է, հիմա կա այդ հնարավորությունը։ Մնում է իրենք մի քիչ փորձեն լուրջ դատել, սթափ դատել եւ հասկանալ ով ինչ առաջարկում։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։